Վալեքս խմբի ընկերություններում աշխատում է ավելի քան 3000 մարդ։ Խմբի կորպորատիվ ծրագրերից է ուսանողների, իր տնտեսական գործունեության շրջագծում գտնվող բնակավայրերի բնակիչների, համայնքների ղեկավարների եւ ավականու անդամների պարբերական ճանաչողական շրջայցերի կազմակերպումը դեպի Լոռի եւ Արցախ։ Յուրաքանչյուր աշխատակից ցանկանում է իմանալ առավել մանրամասն հենց տեղում, թե ինչ խոշորամասշտաբ միջոցառման է ինքը մասնակցում։ Հանրապետության տնտեսական կյանքում աննախադեպ դերակատարում ունեցող ինչ տնտեսական ծրագրի մասին է խոսքը, որի մի մասն է ինքը նաև կազմում։ Օրերս Լեռնամետալուրգիա ինստիտուտի Երևանյան գրասենյակի աշխատակիցներն այցելեցին Ալավերդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ընդհանրական աղոթքից հետո հյուրերը եղան ICP ընկերության պղնձաձուլական արտադրամասում, ծանոթացան ձուլման գործընթացին։ Ռուզաննա Վարդանյանը 77 թվականից աշխատում է Լեռնամետալուրգիա ինստիտուտում, սակայն Ալավերդում առաջին անգամ է։ Պրոյեկտներն ենք ծալում ու կտրում միշտ Թեղուտ, Դրամբող, Ղարաբաղ, օֆիսը ուրիշ է, բայց ստեղ լրիվ ուրիշ էր, էլի շատ հաճելի էր, շատ։ Լեռնամետալուրգիա ինստիտուտի մասնագետներից շատերն ամսվա մեջ մի քանի անգամ աշխատանքի բերումով լինում են այստեղ։ Ես 3 մյուս օր Ստեփանակերտ Դրամբոնում էի, 3 Կաշենում էի, այսօր այստեղ եմ, սա արտադրություն է վերջին հաշվով, իսկ գրասենյակում երբ որ լինում եմ աշխատանքային նախագծերը նայում ենք, հարցերը պատասխանում ենք, իմ աշխատանքի շուրջ 30%-ը ես ձեռնարկություններում եմ ժամանակի առումով։ 2008 թվականից Թեղուտ ընկերությունն իրականացնում է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվտանգությունն ապահովող ծրագրեր։ 4 տարիների ուսումնասիրություններից հետո հուշարձանների քանակը գրեթե 2 անգամ ավելացավ պետական ցուցակներում ընդգրկածների համեմատությամբ եւ այսօր մենք առանձին վերցրած ունենք Թեղուտում 29 հուշարձան եւ 12 պահպանական միավոր։ Ճանաչողական այցի շրջանակում Վալեքս խմբի ընկերությունների աշխատակիցները շրջեցին հանքավայրի տարածքում։ Մեր նախագծային ինստիտուտի կապը Թեղուտի հետ միշտ կա եւ հիմնականում բաժնի պետերը, պատասխանատուներն են ժամանակ առ ժամանակ լինում Թեղուտում, բայց այս անգամ Վալերի ջանմեջի կողմից որոշում է կայացվել, որպեսզի այն աշխատակիցները, որոնք այս կամ այն կարգով առնչվում են մեր աշխատանքների հետ, տեղում լինեն տեսնեն, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ են անում, ինչի համար եւ արասներն էլ ինչ կարգի կյանքի է կոչվել։ Օրվա վերջին հյուրերն այցելեցին Հաղպատ։ Մերի Կոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։